Բարև ձեզ։ Արտաքին քաղաքական բավական ուշագրավ զարգացումների ֆոնին թվում էր, թե ներքաղաքական դաշտը պետք է որ ավելի հանգիստ եւ հանդարտ ընթացք ունենար։ Բայց ոչ, առջևում 2026 թվականի համապետական չափազանց կարևոր ընտրություններն են եւ քաղաքական դաշտը էներգիա է կուտակում։ Իհայտ են գալիս նոր շարժումներ, նոր կուսակցություններ, նոր դեմքեր, նոր դերակատարներ եւ հին ստվերներ։ Այսպես, գործարար Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորվող մեր ձևով շարժումը կարծես նոր է ջեպացում ընդդիմադիր դաշտում ուժերի վերատասավորման հեռանկարով։ Իսկ նրա փաստաբանի հայտարարությունը, թե ամեն օր հարձակում ենք իրականացնելու Հայաստանի նկատմամբ, հնչում է որպես ոչ թե փաստաբանի պաշտպանական խոսք, այլ հարձակողական սպառնալիք։ Այս միջոցին մեկ այլ գործիչ Գագիկ Ծառուկյանը հանդես է գալիս նոր նախագծով առաջարկ Հայաստանին, իսկ նրա նախաձեռնությամբ Հատիս լեռան վրա կառուցվող Քրիստոսի արձանը դառնում է ոչ միայն հավատքի խորհրդանիշ, այլև քաղաքական խաղաքարտ, որտեղ խաչվում են հոգևորը եւ քաղաքականը։ Ընդդիմադիր դաշտում էլի կուսակցություններ, շարժումներ կան, որ փորձում են ամրացնել, գտնել իրենց տեղը քաղաքական դաշտում, հայրենիք, Հայաստան, Մայր Հայաստան, մարդու իրավունքների նախկին պաշտպանի նախաձեռնությունը եւ այլն եւ այլն։ Այս ամենին իշխանությունը արձագանքում է հրապարակային խոսքով, ելույթներով, հարցազրույցներով, առաջ մղելով իր խաղաղության օրակարգը, 4-րդ հանրապետության գաղափարը եւ իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Քաղաքական փոթորկի մանրակերտը առաջիկայում ամենայն հավանականությամբ մենք կտեսնենք վաղ շաբաթ համայնքում, որտեղ տեղի ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ եւ որը կարծես փորձակար է լինելու այն մասին, թե ինչպիսին է հասարակության վերաբերմունքը ոչ միայն քաղաքապետի տեխնացուների նկատմամբ, այլև այն քաղաքական ուժերի, որոնք ներկայացրել են այդ տեխնացուներին։ Սա ազատազրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները եւ կանխատեսումները, զրուցակիցս քաղաքագետ Հարություն Մկրտչյանն է, ով այս ընթացքում արդեն ընկալվում եւ դիտարկվում է ոչ միայն որպես անկուսակցական քաղաքագետ, այլև քաղաքապետի տեխնացու վաղաշաբաթ համայնքում Հանրապետություն կուսակցության կողմից։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շարունակում եմ մնալ անկուսակցական, առաջադրվել եմ եւ գլխավորել եմ Հանրապետություն կուսակցության նախընտրական ցուցակ։ Այո, կուսակցական չեք, բայց անկուսակցական լինելով առաջադրվել եք։ Հասկանալի է, տեղական ինքնակառավարման մարմիններում սա խնդիր է, մարդը եթե որևէ կուսակցության ցուցակով չի կարող առաջադրվել, չի կարող ուղղակի մասնակցել այդ ընտրություններին։ Քաղաքականացվել են ավելի դիմերը։ Ես գիտեմ, որ հիմա ձեր ուշադրության կենտրոնում ձեր ուշքն ու միտքը ավելի շատ եւ ավելի շուտ վաղաշաբաթն է, առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Մենք այս թեմային իհարկե կանդրադառնանք, բայց ոչ այն խորությամբ եւ համապարփակության մեջ, ինչպես դա անհրաժեշտ է անել նախընտրական շրջանում, կանդրադառնանք այս թեմային էլ։ Հիմա սկսենք Հայաստանի ընդհանուր ներքաղաքական դաշտ, հատկապես ընդդիմադիր հատված, փորձենք հասկանալ, թե այստեղ ինչ է կատարվում, եւ սկսենք մեր ձևով շարժումից, ինչ է ձեր կարծիքով այն իրենից ներկայացնում, քաղաքական ինչ ներուժ եւ ուժ ունի, արդյոք սա ինքնուրույն շարժում է կուսակցության հավակնություններով, թե Հայաստանի նախկինների եւ Ռուսաստանի ներկաների համակարգման ներքո գործող մի բան։ Նախ մեր ձևով շարժման ներկայացուցիչներն իրենք չեն կարողանում միջև այսօր բացատրել, թե ինչ է նշանակում մեր ձևով, որ մի հատ էլ դա շարժման վերածվի։ Ամեն դեպքում այն ինչ որ փաթեթավորվում է մեր ձևով անվան տակ եւ ներկայացվում է հասարակությանը, սա Քոչարյանից անջատված երիտասարդ գործիչների խմբավորում է իրենից ներկայացնում, Սերժից անջատված ինչ որ շրջանակ է ներկայացնում, մարդիկ են ովքեր այս կամ այն կերպ նախկին իշխանությունների ոչ թե մոտ աշխատել են, այլ ծառայել են նախկին իշխանություններին, ռեբրենդինգի ենթարկված նախկինների դեմքը փոխած, պուպուշ, ես գիշեք, ես ձեր եթերում բազմիցս ասել եմ, 1 տարի առաջ, դրանից ավելի վաղ հատվածում, որ երբ որ մոտենանք 2026-ին, Կիրիենկոները, այնտեղի այլ կուրատորներ, ռուսական Լուբյանկայի նկուղում նստած, վստահաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին փորձելու են մոլորեցնել պուպուշ դեմքերի ներգրավմամբ, եւ այդ պուպուշ դեմքերի ներգրավումը մենք տեսնում ենք, օրինակ, մեր ձևով շարժման տեսքով հանրության առաջ ներկայանալ։ Նախկին նախագահների անունները տվեցիք, բայց իրենք հայտարարում են, որ նախկինների հետ կապ չկա։
Դե կներեք էլի, օրինակ Սամվել Կարապետյանի եղբայրն էլ կարող է հերքի, որ ինքը օրինակ Սերժ Սարգսյանի աշխատակազմում է աշխատել, կամ ՀԿ ցուցակով տարիներ շարունակ տարբեր գումարումներում ազգային ժողովի падգամավոր է եղել։ Դա էլ ոչ չեն կարող հերքել, կամ կհերքեն, որ կապերը նախկին նախագահների հետ եղել է, հենց իրենք չեն հերքում, որ կապեր այս կամ այն կերպ եղել է, հիմա ում են եկել մոլորեցնում։ Երբ որ իրենց հարմար է այդ կապերը եղել է, երբ որ հարմար չի Ռոբերտ Քոչարյանի ստվերը, դե այսպեսի մի նրբություն ասում են այդ ուժերի հետ մենք որևէ կապ չունենք, բայց ուժերը իսկ կարող են պատասխանել օրինակ այդ ուժերի հետ հետագայում կարող են կապ ունենալ, թե չեն կարող ունենալ օրինակ Գյումրիի սցենարով։ Շատ կարևոր հարց է։ Դա ես օրինակ Ռոբերտ Քոչարյանի հետ կարող մեր ձևով 2026 թվականի արդյունքները եթե այդպեսին լինեն, իսկ ես կասկածում եմ, որ այդպեսին կլինեն, որովհետև մեր հայրենակիցները խելքները հացի հետ չեն կերել, էլի, որ Ռուսաստանի Դաշնության կողմից կուրացիայի ենթարկվող ուժերին բերեն մցնեն խցկեն Հայաստանի Հանրապետության ազգային ժողով։ Ընդհակառակը 2026-ին ես այն կարծիքին եմ, որ մեր հայրենակիցները անպայման արևմտյան որևէ ուժի ներգրավելու են խորհրդարանական աշխատանքների մեջ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը իր արտաքին կողմնորոշման, արտաքին քաղաքական կողմնորոշման մեջ ավելի հստակ քայլերով գնա դեպի Եվրամիություն։ Իսկ ինչ վերաբերում է այս ուժերին, վստահաբար մարդիկ, եթե անգամ այդպիսի ընտրություն անեն, հիմա թող այս ուժերը, օրինակ մեր ձևով պատասխանի, պատրաստ են իրենք Ռոբերտ Քոչարյանի հետ, Սերժ Սարգսյանի կողմից կուրացիայի ենթարկվող օրինակ մարդու իրավունքների պաշտպանների նախկին հետ կոնսենսուս -1 ձևավորել եւ քաղաքացիական պայմանագրին օրինակ դուրս թողնել իշխանությունը։ Կարծում եք, որ այդպիսի Ես վստահ եմ, որ այդպիսի սցենար լինելու։ Ես վստահ եմ, որ հիմա Ռուսաստանի Դաշնության այդ հիբրիդային պատերազմի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության այդ կուրատորները Կիրիենկոյի դեմքով, ով իդեպ կարծես թե հանդիպել էր Ռոբերտ Քոչարյանին եւ Քոչարյանի գրասենյակը չհերքեց այդ փաստը, Հայաստանի Հանրապետությունում փորձում են Գյումրի 2, Գյումրի 3, Գյումրի 4, Գյումրի 5 այսպիսի սցենարներ կիրառել, գյուղ-առ-գյուղ, քաղաք-առ-քաղաք, ինչու ոչ համապետական մակարդակում նաև Գյումրու սցենարը կիրառեն եւ մի հերթական պոտենցիալ վարդանիկի բերեն փաթաթեն մեր հայրենակիցների պարանոցին։ Գյումրիում էլ հիմա հանգիստ չէ, առաջիկայում վաղաշաբաթը ես խոստացել եմ կգանք վաղաշաբաթին, բայց մինչ այդ այս կալանավորում, ակցիաներ, սրանց ինչպես եք վերաբերում, քաղաքական ենթատեքստ թե քաղաքական շահարկում։ Ում կալանավորում։ Օրինակ, մարդիկ ովքեր որ կալանավորվում են, կարծեմ որևէ օրենք խախտելու համար։ Եթե կալանավորվել են եւ իրավապահ համակարգը կարողանում է դա հիմքում կան փաստեր եւ դա կարողանում է ներկայացնել դատարան եւ դա ապացուցվի, ներողություն Հայաստանի Հանրապետությունում բոլորը հավասար են օրենքի առաջ, կլինեն վեղարով, փիլոնով, փողկապով, կոստյումով, թե բանվորական համազգեստով, բոլորը հավասար են։ Ձերբակալություն, բերման ենթարկվել դա եք երևի ակնկալում, բայց խոսքը առայժմ մեր ձևովի մասին է։ Մեր ձևովը եւս այդտեղ իրավապահ համակարգը փաստեր ունի տակը դրած, վստահաբար դատական համակարգը այդ փաստերը համադրում է եւ օրենքը որքանով է ոտնահարվել օրինակ Սամվել Կարապետյանի կողմից եւ իրավական գործընթաց հսա։ Իսկ նորմալ իրավական գործընթաց։ Այդ հայտարարության հետ կապված ինչ կասեք։ Որ գրոհելու են Հայաստանը, հա, Հայաստանի Հանրապետությունը երևի փաստաբան օտարերկրացի է, արևմտյան երկրներից է, եթե չեմ սխալվում։ Ամերիկացի է։ Ամերիկացի է, այո։ Ինքը երևի չի տիրապետում իրավիճակին եւ չի հասկանում, որ արդեն իսկ գրոհել են Հայաստանի Հանրապետությունը։ Արդեն իսկ Հայաստանի Հանրապետությունը գրոհել են, արդեն իսկ հիբրիդային պատերազմը Հայաստանի Հանրապետության դեմ տարվում է եւ այդտեղ Ռուսաստանի Դաշնության եւ մասնավորապես Վլադիմիր Պուտինի իսկ ավելի ներքև եթե կուրատորների մակարդակին իջնենք, Կիրիենկոյի ականջներն են երևում։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանը գրոհելուն, Հայաստանը գրոհողը գլուխը պատին կտա, թե Հայաստանը գրոհի։ Լավ, մեկ հարցելու եւ այս մեր ծովի թեման ավարտենք, ինչ ներուժ ունի, ինչ հնարավորություն ունի արդյոք համաձայն եք այդ դիտարկման հետ, որ նորեջեփածում ընդդիմադիր դաշտում ուժերի վերատասավորման հեռանկարի համար։ Ուժերից է կախվում, ես կասեի, որպեսզի ընդդիմության քաղաքական մեհիդը վերակենդանացնի,
բայց ես համոզված եմ, որ մեր հայրենակիցները իրենց խելքը հացի հետ չեն կերել եւ այս շարժմանը հավելյալ քաղաքական կշիռ, առավել եւս իբրև քաղաքական գործոն չեն դարձնի այս շարժումը։ Մտածածին շարժումը, շինծու շարժումը։ Հաջորդը առաջարկ Հայաստանին։ Ինչ ներուժ ունի այս պահին, հետագայում ինչ կարող է ունենալ եւ ինչ նշանակություն եւ խորհրդանիշ է նաեւ Հատիս լեռան վրա Քրիստոսի արձանը, այստեղ խաչվում են հոգեվորը եւ քաղաքականը, թե սա միայն հոգեվոր հավատքի խորհրդանիշ է։ Դուք մոռացաք բիզնես շահերը, բիզնես հետաքրքրվածությունները, բիզնես գործունեությունը, բիզնես ապագան։ Սա առաջին հերթին բիզնես ծրագիր է, Հատիս լեռան գագաթին տեղադրել Հիսուս Քրիստոսի արձանը, հարակից հատվածում չորժամանցի վայրեր, չգիտեմ, սրճարաններ, խորտկարաններ, գուցե, եթե հաշվի առնենք, թե Քրիստոսի արձանը ինչ երաժշտության եւ ինչ տրամադրության տակ էին տեղադրում։ Քաղաքականը այսպես թե այնպես հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի նախկինում թողած հետքը նորանկախ հանրապետության քաղաքականության մեջ հարցերն ուղեցին եւ ինչ որ առումով նաեւ քաղաքականացվեց, այո։ Ինչ որ առումով քաղաքականացվեց, որովհետեւ կարծես թե Ծառուկյանը ինքն էլ չի հերքում, որ ունի ցանկություն եւ ունի նկրտումներ Հայաստանի Հանրապետությունում 26 թվականի ընտրություններին մասնակցել եւ այստեղ ես ուզում եմ մեր ձևովի եւ Գագիկ Ծառուկյանի խոսույթի նմանությունը եւ թիրախային կետերը հանրության համար հատուկ ընդգծել, տեսեք երկուսն էլ խոսում են տնտեսական զարգացումից, երկուսն էլ խոսում են գյուղացու խնդիրներից, երկուսն էլ խոսում են սովետից, երկուսն էլ հարում են առնվազն մեղմ ասած պրոռուսական գաղափարախոսության կրող են եւ պրոռուսական ուղղվածություն ունեն, Լուկաշենկոյի մտերիմ ընկեր լինելը վկա, այնտեղ Ռուսաստանի Դաշնությունում էլ միլիարդներ կուտակելը վկա, կարծում եմ որևէ մեկի համար գաղտնիք չի, որ Ռուսաստանի Դաշնությունում միլիարդներ հենց այնպես չեն կուտակում եւ պատահական մարդիկ չեն, որ կուտակում են եւ այնպես չի, որ Ռուսաստանի Դաշնության ուժային մարմինները դա իբրև մահակ չեն գործադրում նաեւ ցավոք սրտի մեր հայրենակիցների դեմ։ Այսինքն ես նշեցի քաղաքական եւ հոգեվորը, դուք ավելացրիք բիզնեսը եւ սա ըստ էության տառնում է միտեղ, որտեղ խաչվում են բիզնեսը, հոգեվորը եւ քաղաքականը։ Այո, միշտ է այդպես եղել, հատկապես Գագիկ Ծառուկյանի դեպքում։ Հոգեվորից քանի որ խոսեցինք, տեղափոխվենք հոգեվոր մայրաքաղաք։ Ինչ է այստեղ կատարվում։ Մի կողմից տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, մյուս կողմից իշխանության ներկայացուցիչների եւ հոգեվոր սպասավորների բարդ հարաբերություններ, մեղմ ասած։ Գիտեք, վաղաշապատում նախընտրական, նախապատրաստական ավելի ճիշտ թողուբոհ է։ Իշխանություն դուք շատ ճիշտ նշեցիք, իշխանություն կամ իշխանության առանձին ներկայացուցիչների կամ քաղաքացիների կամ ուղակի հավատացյալների եւ հոգեվոր վերնախավի որոշ շրջանակների միջև կա տեսակետների բախում մինիմում, եթե չասեմ արճակատում։ Արտացոլվում է դա վաղարշապատում իշխանության դեմքով։ Մի պահ ընդհատենք եւ շարունակենք փոքր դատարից հետո արտահայտվում է արդյոք դա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համատեքստում, տեխնացուների խոսույթում։ Կվերադառնանք վարքյաններ անց։ Իշասեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ, մենք տեղափոխվեցինք արդեն Հայաստանի հոգևոր մայրաքաղաք, Էջմիածին կամ իսկ ընտրությունները ասենք, որ վաղաշապատ խոշորացված համայնքում են եւ անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների եւ եկեղեցու սպասավորների, որոշ սպասավորների միջև այս բարդ հարաբերություններին անդրադառնալու ենք այն հարցին, թե որքանով է դա արտացոլվում նախընտրական տրամաբանության մեջ տեխնացուների կողմից։ Մի փոքր հերվից եկալ, ես ձեր թույլտվությամբ էլի մի փոքր կհերվանամ։ Արտահայտվում է թե ոչ, իհարկե արտահայտվում է։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանի տեխնացուն արդեն իսկ
արդեն իսկ ղողանջում է ինչ-որ վեհարանը գրոհելու մասին, որը դեմ է արտահայտվում, որը սուտ է, չկա այդպիսի բան։ Կա ծրագրերում Նիկոլ Փաշինյանի իրականացնել հոգևոր հավաք վաղաշապատի հրապարակում, ինքս մի առիթով ասել եմ, հիմա էլ վերահաստատում եմ, եթե դա համընկնի Քարոզարշավի շրջանին, ես կվերցնեմ time out եւ կմիանամ հոգևոր հավաքին, ընդգծում եմ հավաք բառը, այո, եթե համընկնի, բայց մինչ դա ես այն թևի, օրինակ, Կիրենկոյի թեկնածուների տեսակետը ինձ համար պարզ է, վեհարան, վեղար, եկեղեցի եւ ի պաշտպանություն դրա ողջ Քարոզարշավի կառուցում եւ վաղաշապատ խոշորացված համայնքի բնակիչների ըստ երևույթին ուղիղ ահաբեկում, որ եթե ձեր ձայնը չեք տալիս մեզ, ապա չգիտես ինչ մարդիկ, ես օրինակ չեմ ճանաչում այդ մարդկանց, պատրաստվում են գրոհել վեհարանը։ Ու սա ասում է մարդ, իդեպ, ով չգիտես ինչ պայմաններում նոյեմբերի 9-ին հայտնվել էր կառավարության շենքում։ Նոյեմբերի 9-ին, երբ որ Հայաստանի Հանրապետությունը անկախություն կարող էր կորցնել, պետականություն կարող էր կորցնել, ի վերջո Լեռնային Ղարաբաղում շրջափակված 25,000-ից ավելի զինծառայողներ կային, ինքը այդ 25,000-ի մեջ չէր։ Երևանում կառավարության շենքում էր, նոյեմբերի 9-ին, ջարդարարների կողքին էր, եթե ոչ հետ։ Սա ասում է այդ մարդը։ Իշխանության թեկնածուն ինձ համար անհասկանալի է, չի խոսում առհասարակ, ինքը, ես ինձ համար ուզում եմ հասկանամ, Նիկոլ Փաշինյանը վաղարշապատում ունի թեկնածու։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը որոշի վաղարշապատի հրապարակում իրականացնել հոգևոր հավաք, Նիկոլ Փաշինյանի քաղաքապետի թեկնածուն կամ ենթադրենք քաղաքապետի ապագա քաղաքապետը արտոնելու է այդ հավաքը, թե ոչ։ Եկեք խոսակցությունների դաշտ, եկեք խոսակցությունների դաշտ, հիմա ինքը պաշտոնակատար, անգամ եթե դա համընկնի Քարոզարշավի հետ, պետք է պատասխանել։ Կարտոնի հանրահավաքը վաղարշապատի հրապարակում, թե ես ինչքան հասկացա առայժմ չարտոնված հավաք։ Ես ինչքան հասկացա առայժմ այս թեմայով կտրիչ Ներսիսյանա ճանաչում, թե Գարեգին B ամենայն հայոց կաթողիկոս։ Ես ինչքան առանցքային եւ կարեւոր հարց է, որովհետեւ հակառակ ճամբարը Ռոբերտ Քոչարյանին հարող ուժերը, Կիրենկոյի այսպես գաղափարակիցները, ովքեր Գյումրի 2 են տեսնում, ովքեր վաղաշապատը փորձում են Գյումրի 2-ի վերածել, ովքեր Հայաստանի Հանրապետության ներսում փարակար 2-ներ են ինչ որ ակնարկում, իսկ այդ փարակար 2 ակնարկելուց ես իրենց զգուշացնում եմ շատ զգուշ թող լինեն, որովհետեւ փարակարը այդքան էլ լավ օրինակ չի։ Փարակարը պարակտված մի համայնք է, որ պետք է ընդհակառակը փարակարի մասին խոսելուց կոչ անել այնտեղի բնակչությանը համախմբվել, միասնական լինել, հարցերը լուծել ոչ բռնի ճանապարհով եւ առավել եւս արյուն չթափել։ Լավ, ես ինչքան հասկացա, եկեղեցու թեման դառնալու է վաղարշապատի ընտրություններում օրակարգի դարձնում են ցավոք սրտի։ Ինձ համար ես անկախ նրանից այդ հոգևոր հավաքը կլինի, չի լինի, անկախ այդ ամենից, ես ինձ համար դա բացարձակ անընդունելի է իրականում, երբ որ հակառակ ճամբարը թաքնվում է եկեղեցու գմբեթի թիկունքում, թաքնվում է վեղարի տակ եւ փորձում է վաղարշապատ խոշորացված համայնքի բնակիչներին այս դիրքերից քարոզ իրականացնել եւ քարոզարշավ տանել եւ ձայներ կորզել։ Ու այստեղ եթե խոսակցությունը էս համատեքստում է, ես այո ասում եմ, այո, ես իմ դիրքորոշումները կտրիչ Ներսիսյանի վերաբերյալ չեն փոփոխվել եւ վստահաբար շատ մոտ ապագայում չեն էլ փոփոխվելու, քանի դեռ այդ օթում կախված հարցը չի ստացել պատասխան, հայտնի հարց։ Բավական բարդ հարց է ստեղծված իրավիճակը իշխանության ներկայացուցիչների եւ եկեղեցու սպասավորների, այսօր էլ տեղեկություն տարածվեց դարձյալ որևէ ինչ-որ հոգևորականի սահմոսավանքի ինչ-որ հոգևորական չէ, ինչ-որ չասենք, սահմոսավանքի հոգևոր հովիվի ձերբակալության եւ մի քանի հոգևոր հովիվների ընդհուպ ասում էին թեմի առաջնորդի միայն թեմի առաջնորդ չներկայացնենք, թեմի առաջնորդը Արագածոտնի կտրիչ Ներսիսյանի ոչ ավել, ոչ պակաս քրոջ որդին է։
Ներողություն, այդ որ մենք եկեղեցուց խոսում ենք, այդ որ մենք ասում ենք եկեղեցին բիզնես կենտրոն ու ցենտր չի։ Այդ որ մենք ասում ենք Աստծո տունն ու Աստծո տան վրա տենց մեկը չկա ծնված, որ կարողանա գա ու մենք դա նորմալ ընդունենք ու դա իմ անձնական ճշտամին կլինի։ Այդ կարող է կատակա։ Այդ չեն նկատները ընտանեկան կառավարման հետ գործ ունենք եկեղեցում։ Այդ ոնց է այդպես ստացվում։ Մեկը թեմի առաջնորդային, մեկը մոմի բիզնեսի մեջ է, մեկը Մոսկվայում ամենամեծ թեմն է առաջնորդում ու տենց նստում բան Հայաստանի Հանրապետության դեմ իր գրպանային տերտերների հետ հավաքներ իրականացնում ռուսերենով, կիրիլիցայով։ Որն ասեմ, որը թողեմ ախր։ Որն ասեմ, որը թողեմ։ Ու վաղ շաբաթում էս մարդիկ հույս ունեն, որ մարդիկ էլի խելքները հացի հետ են կերել ու չեն հասկանում, չեն տարբերում հոգևորը, աշխարհիկը եւ այն մյուսը, որը որ իրենք են զավթել եւ զբաղացնում։ Իրանց թվում է մարդիկ իրենց տներում, իրենց նեղ օջախներում այդ հարցը չեն քննարկում։ Կտրիչ Ներսիսյանին չեն դնում, չեն վերցնում։ Իրանց այդպես է թվում, բայց մարդիկ էլ այդ համայնքում ապրում են։ Վաղաշաբաթ խոշորացված համայնքում ու ապրում են, այդ կյանքը տենում են, ապրել են, տեսել են, լսել են, ջայլամ չեն, կարող է ինչ հանգամանքներով պայմանավորված մարդիկ չեն խոսում իմ նման բարձրաձայն։ Իդեպ քաղաքապետի որևէ տեխնացու չի խոսում բարձրաձայն, բացի ինձանից։ Մի փոքր էլ անհամեստություն անեմ ձեր եթերում։ Կարող է մարդիկ բարձրաձայն չեն խոսում, բայց սրա մասին մտածում են եւ գիտակցում են։ Հիմա եկեք ազնիվ լինենք մեր ժողովրդի հետ։ Իմ ասածն էսա, տեխնացուներից յուրաքանչյուրին, անգամ այն տեխնացուին, որի պաշտպանություն Կտրիչ Ներսիսյանի հեծելազոր է ձևավորել։ Այսինքն Չակերտներում քաղաքական հեծելազոր, որ այսպես հարցակումներ է տեղի ունենում, որ եթե ընտրեք այս տեխնացուին, վեհարանի վրա հարցակում կլինի, եթե ընտրեք այս տեխնացուին, այսպես կլինի։ Իսկ ընդհանրապես սա ինչ կապ ունի առհասարակ վաղարշապա, այ մի հարց էլ շատ կարևոր կա։ Եկեղեցին ինչի է այստեղ գործոն, կամ որոշ հոգևորականներ ինչի են այստեղ գործոն։ Եկեղեցին ընդդիմադիրների համար, 5-րդ Շարասյան ներկայացուցիչների համար, իսկ մեր համար իրականում առանձին հոգևորականներ։ Այստեղ ինստիտուտը չի թիրախավորված, առանձին հոգևորականներ, ինչի են գործոն վաղարշապատում, որովհետև հիբրիդային պատերազմի գործիք են դարձել որոշ հոգևորականներ։ Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության դեմ վարվող այդ հիբրիդային պատերազմը պետք է կանխվի։ Այ սրա համար է այս խոսակցությունը։ Ես որ ասում եմ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հասկանում եմ թայֆայական ընտրությունները միշտ եղել են, ծանոթ, բարեկամ, խավոր սանիկ կապերն է միշտ գործի դրվել։ Սիրելի հայրենակիցներ, իմ խնդիրն է լինելու վաղարշապատում առաջին հերթին ապագայում համերաշխություն, հանրային համերաշխություն ձևավորելը։ Ինձանից այս փուլից ձեզ մեծ խնդրանք, ով կմոտենա ձեզ ընտրության հորդորով, խնդրանքով, պահանջով, որևէ մեկին մի մերժեք, որևէ մեկին, ոչ մեկի հետ վատամարդ մի եղեք։ Բայց նոյեմբերի 16-ին, որ գնաք ընտրատեղամաս, ձեր խղճի առաջ մաքուր են։ Քարոզչական թեզերին կանցնենք արդեն նախընտրական շրջանում։ Ըստ էության եկեղեցու հարցնել դառնում է ընտրությունների օրակարգի մասնիկ եւ ընտրական մի փոթորիկ է լինելու, ինչպես ասում են, ջրերը մինչև մի լավ չպղտորվեն, չեն բարձվելու։ Հիմա առաջիկայում վաղաշապատում փոթորիկ սպասենք, հա, ջրերը պղտորող, այլ ավելի պղտորող մինչև բարձ է ջրվելը։ Ես չգիտեմ, այդ փոթորիկն արդեն իսկ բարձրացվել է Կտրիչ Ներսիսյանի քրոջ որդու ըստ երևույթին կալանավորմամբ։ Մենք մինչև խոսում ենք այս բանը, կալանավորման մասին բան չկա։ Կարծես թե բերման ենթարկման մասին տեղեկությունը կա, հաստատված է, բայց կալանավորման մասով որևէ խոսք չկա։ Տեղեկությունը մեկի ձերբակալության, մի քանիսի բերման ենթարկելու մասին է։ Խիստ իրարամերժ եւ հակասական է ամեն դեպքում, արդեն իսկ փորձում են ջրաղացին ջուր լցնել։ Փոթորիկ կլինի, թե չի լինի, ես չեմ կարող ասել, բայց որ վաղարշապատում ջրերը պետքա զուլալվեն բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստով, ես սա երաշխավորում եմ, այն նախկին ավականիները, որ այսօր մասնակցում են, նախ պետք է հաշվետու լինեն վաղարշապատ խոշորացված համայնքի բնակիչներին, ինչ են արել 7 տարի շարունակ, կարանք իմանանք։ Օրինակ, իրենք նախկին քաղաքապետի
իշխանական քաղաքապետի, որ ճակերտավոր լավ կառավարման արդյունքներն են դրել հանրության առաջ, ինչ են արել դրա հետ կապված, որ հիմա ներկայանում եւ նորից քվե են ուզում, կամ գործող ժամանակավոր պաշտոնակատարը իր ժամանակավոր պաշտոնավարման ընթացքում ինչի միջև էս պահը չի տվել նախկինին, նախորդին իր, նախորդներին անգամ քաղաքական գնահատական, սա տեներեք էլի այս ժողովուրդը կարող է փափախով քուրդական բանա կամ չգիտեմ որփի գլուխով ոնց գա, այնպես խուզի ու գնա։ Ուշք ու միտքը ծեր հիմա Աղաշապատն է, մենք Աղաշապատում այս պահին շատ մնացինք, հիմա նորից տեղափոխվենք Երևան, խոստում եմ, որ կվերադառնանք Աղաշապատ արդեն նախընտրական շրջանում։ Երևանում մենք դիտարկեցինք երկու քաղաքական ուժեր, բայց ես թվարկել էի նաև եւս էլի ուժեր, չգիտեմ, Հայրենիք, Մայր Հայաստան եւ այլն, նրանց ներուժը ինչպիսին է։ Ակնհայտ է, որ Կիրիենկոն իր խաղադրույքը մի ուժի վրա չի, որ իրականացնում։ Ակնհայտ է, որ Գյումրին մանրապատկերներ, թե ինչպես Հայաստանի Հանրապետությունում մոլորեցնել բնակչությանը եւ գնալ իշխանությունը ընտրական ճանապարհով կեղտոտ մեթոդների գործադրմամբ վերցնելու։ Որ ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը մեկ ուժի կամ մեկ դեմքի վրա խաղադրույք չի կատարել, բայց նաև ակնհայտ է, որ այդ բոլոր խաղադրույք կատարած դեմքերի մեջ կառոլը, այսպես ասենք, թագավորը կամ առաջնորդը դա որքան էլ որ մեզ համար զարմանալի է եւ առանձին դեպքերում նաև ծիծաղելի, դա Ռոբերտ Քոչարյանն է։ Բայց իր անունը այս պահին կարծես թե այդքան շատ չի շոշափվում։ Կշոշափվի Կիրիենկոյի հետ հանդիպման այդ բաց թողումը մեդիա դաշտ, այդ մեդիա արտահոսքը իզուր չէր որ եղավ եւ ամենավստահելի Պուտինի համար ամենավստահելի գուբերնատորի տեխնացուն, ծայրագավառապետի տեխնացուն դա Ռոբերտ Քոչարյանն է շարունակում մնալ։ Նրանք բոլորը գուցե չգիտեն սրա մասին։ Այդ մյուս տեխնացուները ում վրա որ Ռուսաստանը հիմա խաղադրույք է կատարում, ինչ-որ զարտուղի ճանապարհներով ռուբլիներ է ճանապարհում, ասում է բարով վայելեք, բարով ծախսեք, բայց օգուտ կբերեք, անգամ իրենք չգիտեն, որ դրա կնքահայրը Ռոբերտ Քոչարյանն է լինելու եւ ինչպես օրինակ Վարդանիկին Գյումրիում բոլորի համար շատ զարմանալիորեն օրինակ Մարտուն Գրիգորյանի խմբակցությունը դարձրեց քաղաքապետ, այնպես էլ հանրապետության մասշտաբով կարող է շատ զարմանալի կերպով մի որևէ այլ նոր ծնված երրորդ ուժ, ճակերտավոր երրորդ ուժ, իր ձևերով, իր մեթոդներով գա ու փորձի օրինակ Ռոբերտ Քոչարյանին կարգել նյութենական պետության ղեկավար կամ ծայրագավառ։ Թե չունի, թե հիմա հաշվարկում է ընդդիմության իշխանությունը, եթե հաշվարկներ ունենան, իմ կարծիքով իշխանությունը հաշվարկներ ունի, բայց չափից ավելի կտրված է իրականությունից, այստեղ էլ պետք չի դուրու։ Ամենայն անկեղծությամբ եմ ասում եւ սա ասում եմ մեր երկրի ապագայի մասին մտածելով։ Իշխանությունը գիտակցում է, բայց գործողությունների մեջ կաղում է։ Օրինակ քաղաքական դաշտը պետք է առողջացվի, դա պետք է առողջացվի օրինակ Ֆրանսիայի օրինակով, ինչպես օրինակ Ֆրանսիայում Մարի Լեպենին արգելեցին ընտրությունների մասնակցել։ Մոլդովայի օրինակով Հայաստանի Հանրապետությունում էլ կան այդպիսի ուժեր, օրինակ դաշնակցական падգամավոր կա, որ զրկվել է падգամավորական մանդատից եւ հիմա կալանավորված է, ու նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ եւ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ են ինքնասառեցված դերտերի հետ։ Սա հիմքա ի վերջո դաշնակցության մի գործիչ կար, որ օկտեմբերի 27-ը բոլորովին վերջերս հիշեցրեք ինձ խնդրում եմ պարոն Կիրակոսյան, ինչ էր ասում, հոգու փառավոր ինչ որ ակտ էր, սրբության սրբոց էր, հիմա կա հիմքեր դաշնակցություն կուսակցությունը փակելու եւ առհասարակ ընտրական պրոցեսներից 7 պորտով հերրու պահելու, թե չկա։ Տեսնենք, ով պիտի անի դա, եթե ոչ իշխանությունը, ես կարող եմ խոսել, խորհուրդ տալ, հորդորել, բայց դա պիտի անի իշխանությունը, որը դանդաղում է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում եի քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ, կհանդիպենք։